Աստվածաշնչյան ընթերցանություն ամենառավոտ Չարլզ Սպերջեն դեկտեմբերի 4 Ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ Գործկառաքելոց 18:10 Այս խոսքերը մեզ խթան են ավետարանչության բարի գործերի համար Ամենաստորների և ամենանողկալիների մեջ ամենասանձարձակների և ամենաարատավորների մեջ Աստված ունի ընտրյալ հոգիներ, որոնք պիտի փրկվեն Երբ դուք նրանց տանում եք խոսքը, դուք այդպես եք վարվում, որովհետև Աստված ձեզ կյանքի ավետաբեր է դարձրել, որպեսզի այդ կյանքը դուք տանեք իրենց։ Նրանք պարտավոր են այն ստանալ, քանի որ նախասահմանված են դրա համար, ըստ Աստծո նպատակի։ Նրանք նույնքան փրկագնված են արյամբ, որքան սրբերը, որ հավիտենական գահի առաջ են։ Նրանք Քրիստոսի սեփականությունն են, թեև գարեջրատների մշտական հաճախորդ են և տանել չեն կարողանում արդարակյաց կյանքը։ Բայց եթե Քրիստոսը նրանց փրկագնել է, նրանք իրենն են լինելու։ Աստված հավատարիմ է ու չի մոռանա այն գինը, որ վճարել է իր որդին։ Նա թույլ չի տա, որ որդու փոխանորդական մահը ապարդյուն լինի։ Տասնյակ հազարավոր փրկագնվածներ դեռ չեն ճաշակել ապաշխարությունը, բայց դա անպայման տեղի է ունենալու։ Թող սա լինի մեր մխիթարությունը, երբ նրանց մոտ գնանք ավետարանի վերածնունդ բարի լուրով։ Իդեպ, Աստծուն դեռ չճանաչած այդ մարդկանց համար Քրիստոսը միջնորդում է գահի առաջ։ Հայր, ես կամենում եմ, որ նրանք էլ, ում դու ինձ տվեցիր, ինձ հետ լինեն, ուր որ ես եմ։ Հովհաննես ավետարան 17:24 Դժբախտ, անմիտ հոգիները նույնիսկ չեն էլ մտածում իրենց համար աղոթելու մասին, բայց նրանց համար աղոթում է Հիսուսը։ Նրանց անունները նրա սրտի վրա են գրված, և հեռու չէ այն օրը, երբ նրանք իրենց անհնազանդ ծնկները կծալեն և կզղջան աղոթք կարտաբերեն շնորհքի գահի առաջ։ Դեռ թուզը հավաքելու ժամանակը չէ, դեռ չի հասել սահմանված ժամը, բայց երբ այն վրա հասնի, նրանք կխոնարհվեն, քանի որ այդպիսին է Աստծո կամքը։ Նրանք չեն կարող դիմակայել հոգուն, երբ նա կհայտնի իր մեծազորության փառքով, և նրանք կդառնան հավիտենական գոյություն ունեցող Աստծո խոնարհ ծառաները։ Քո զորության օրը ժողովուրդդ հոժարակամ կլինի։ Նա արդարը շատերին պիտի արդարացնի, իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի ու պիտի բավարարվի։ Ուստի մեծերի հետ մի բաժին պիտի տամ նրան, հզորների հետ ավար պիտի բաժանի։